Մայիսի 1-ին համարում էինք, որ ինքը չի կարող լիարժեք վարչապետ լինել։ Եվ այդ ընթացքում մենք ասել ենք, որ խնդրեմ, առաջարկեք վարչապետի թեկնածու, ով է ուզում։ Նկատի ունեք բոլոր ուժերին։ Դա հա, բոլորին։ Եվ մենք մայիսի 8-ին, հա 8-ին էր կարծեմ, ինչ ենք ասել։ Մենք ասել ենք, որ խորհրդարանական խմբակցությունները, եթե այլ մարդ առաջարկեն, մենք դա կսատարկ կանգնենք։ Եթե առաջարկեն նույն անձնավորությանը, մենք պակասող ձայները կլրացնենք։ Ինչու՞։ Որովհետև տեսեք, ինչքան լարված իրավիճակը, գոնե դու այդ լարվածության ականատես եղել ես։ Անշուշտ։ Բա եթե եղել ես, վարչապետը հրաժարական ա տվել, Կարեն Կարապետյանը հրաժարվել է շարունակել իր առաջադրումը, Ազգային ժողովը շրջափակված է։ իսկ մեր սահմանադրության համաձայն, եթե ազգային ժողովը երկրորդ անգամ չի ընտրում վարչապետ, ապա ազգային ժողովը լուծարվում է եւ նշանակվում են նոր ընտրություններ։ Եթե մենք չլրացնեինք, այսինքն ազգային ժողովը պետք է լուծարվեր։ Այո։ Եվ կոնկրետ քո կարծիքով այդ ընտրությունները ինչպիսին կլինեին, ինչքան է մեծ հավանականությունը, որ տուրուդմփոս կսկսվի բոլոր տեղերում։ Շատ մեծ։